վարչապետ պատերազմի երազելով կուսակցության առաջնորդները մեկը ձեզ բանտ էր ուղարկում, մեկը արդեն կառավարություն էր ձեր ասելիքը որն է նրանց ձեր պատմությունից հետո։ Իմ ասելիքը ես արդեն հենց նոր ասեցի։ Հաջորդ հարցը Սիբիլն է։ Վարչապետ, քանի որ հայտարարեցիք հաղթանակի մասին, այսօր կարող եք ասել քաղաքացիական պայմանագիրը ունենա սահմանադրական մեծամասնություն, թե չի ունենա, եւ եթե չունենա, ապա ինչ եք անելու սահմանադրության փոփոխության հետ կապված։ Դեք եկեք այդ թեման ամփոփի, մենք էլի ունենք տվյալներ, բայց քանի որ փոշիացման մեթոդաբանությունների հետ կապված հարցեր կան, այդ հարցին կանդրադառնանք դրանից։ Հայկական ժամանակ Անցնենք հաջորդ հարցին իրական։ Turkey. Mr. Prime Minister, after the... I'm sorry. Այնուամենայնիվ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին ընտրախախտումների վերաբերյալ, որքանով են այդ ընտրախախտումները ըստ ձեզ համապատասխանում իրականությանը, նաև ձերբակալություններ են տեղի ունենում եւ հայտարարում է, որ տոտալ ըստ էության տեղի ունեցել ճնշում ընդդիմության նկատմամբ, ինչը եւ ըստ էության հնարավոր է եղել ապահովել քաղաքացիական պայմանագրի հաղթանակը եւ ձեր թվերը ինչ են ցույց տալիս խորհրդարան բացի քաղաքացիական պայմանագրից, որ մյուս ուժերը կանցնեն։ Վերաբերում նախախտումների մասին տվյալներին, այսինքն ինչ նկատի ունենք, որ ինչ որ մարդիկ սխալ շորով են դարձել դրական տեղումս, այսինքն ես բացառում եմ Հայաստանի քաղաքացիների ազատ կամ արտահայտման նկատմամբ որևէ ներգործություն ապօրինի իշխանության կողմից, բայց ակնհայտ է նաև, որ պատերազմի եղածելով կուսակցությունը ընտրակաշառքների եւ այլ մեխանիզմներ աշխատացրել, եւ մեր լիապահ մարմինները իհարկե արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական են կարողացել բացահայտել եւ մնացածը ընդհանրապես ես մեր արդյունքների պատասխանատու եմ, ես կխոսեմ մեր արդյունքներից։ Media from Turkey. Mr. Prime Minister, after your big victory in the election, what is your message for Turkish and Azerbaijan people? Thank you. You know, the message is the same. People of Armenia voted for peace and regional prosperity, for regional cooperation, and I hope that these will meet positive reactions from Turkey, both from Turkey and from Azerbaijan. We need to institutionalize peace between Armenia and Azerbaijan, and we need to open our borders with Turkey. I mean, Turkey should open border, and of course we need to establish diplomatic relations. And by the way, we are thankful that there was a decision on the opening of railway of Akhalkalaki cars for Armenian goods and for export and for import. And you know, we have very good dynamics with Turkey, and so far we are satisfied. But of course, we need to continue that dynamics to have a final breakthrough. I mean, establishment of diplomatic relations, and of course, to have full and totally open borders. And in case of Azerbaijan, you know that we have initial peace agreement. We need to sign it, and by the way, we need to start as quick as possible CRIP project, which is a regional game-changing project, because that means that the blockade of our region is overcome, and that is very big news, because our region becoming from deadlock is becoming crossroads, and that is very good news for all of us. Thank you so much, Mr. Prime Minister.